Եթերում Քյավառ հեռուստաընկերության գեղամա օր լրատվականն է, այսօր 2 հունիսի օրը երեքշաբթի, բարի երեկո։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Գավառի համայնքապետարանը համայնքի փոքրիկների համար հագեցած ու հետաքրքիր օր էր կազմակերպել։ Սամվել Քոչարյանցի պուրակում երեխաներին ուրախացրին խաղավարն ու ծաղրածուն, հսկա կենդանիներն ու մուլտ-հերոսները, օրն անցավ հագեցած ու ջերմ մթնոլորտում։ Այսօր երեխաների պաշտպանության օրն է, մենք եկել ենք այստեղ շատ ուրախ է անցնում։ Շնորհավոր երեխաների օրը հունիսի 1-ը։ Գավառի կենտրոնական հրապարակը լեփլեցուն է երեխաներով։ Նրանք ծնողների, պապիկների ու տատիկների ուղեկցությամբ եկել են մասնակցելու համայնքապետարանի կողմից կազմակերպված հունիս 1-յան տոնական միջոցառմանը։ Արդեն 76 տարի է, ինչ ամբողջ աշխարհը նշում է երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Մեր համայնքը եւս միանում է այս հրաշալի տոնին։ Գավառի համայնքապետարանը, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մեծ շուքով նշում է երեխաների տոնը։ Մաղթենք մեր երեխաներին անհոգ եւ ուրախ մանկություն։ Համայնքի փոքրիկները մուլտ-հերոսների, հսկա կենդանիների, ծաղրածուի եւ խաղավարի մասնակցությամբ Գավառի Սամվել Քոչարյանցի պուրակում վայելեցին գեղեցիկ շոու ծրագիր։ Նրանք նաեւ իրենց տրամադրություններն արտահայտեցին կավճանկարչությամբ, իսկ դեմքներին արված գունազարդումներով եւ պատկերներով նմանվեցին իրենց սիրելի հերոսներին։ Համայնքապետարանը հոգացել էր հատկապես մանուկների համար հագեցած ու բովանդակային միջավայր ապահովելը։ Շնորհակալություն ենք հայտնում համայնքապետարանին նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար։ Երեխաները բավականին ուրախացան, մեծ բավականություն ստացանք։ Երեխաների տոնական տրամադրությունը կրկնապատվեց, երբ Թամարա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իդեմս հիմնադիր մեր համաքաղաքացի Աշոտ Դովլաթյանի նրանց պաղպաղակ հյուրասիրեց։ Շատ հետաքրքիր ուրախորեր, իմ տուրը շատ եկավ, շատ հետաքրքիր միջոցառումներ էին։ Ես շնորհավորում եմ բոլոր երեխաներին եւ մաղթում երջանկություն եւ ուրախություն։ Մենք այսօր շատ լավ երգեցինք, պարեցինք, ուրախացանք, պաղպաղակ կերանք։ Շնորհակալ ենք կազմակերպիչներին։ Օրն անցավ հագեցած, տոնական ու ջերմ մթնոլորտում։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, գեղամա օր։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Գավառում տեղի ունեցավ նաև մարզահրապարակի բացում։ Ազատության փողոցի բազմաբնակարան շենքերի բնակիչները իրենց ակտիվ հանգիստը կարող են կազմակերպել նորակառույց մարզահրապարակում։ Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գավառում մեկնարկեց Ազատության փողոցի բազմաբնակարան բնակելի շենքերի տարածքում կառուցված ֆուտբոլի եւ բասկետբոլի մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողությամբ։ Սա լավնվեր է երեխաներին հունիսի 1-ի կապակցությամբ եւ ես շատ ուրախ եմ եւ շնորհավորում եմ բոլոր մանուկներին հունիսի 1-ը։ Մարզահրապարակը կառուցվել է Գավառի մասնակցային բյուջետավորում 2025 ծրագրի շրջանակում պետություն համայնք համատեղ ֆինանսական ներդրումով։ Ծախսվել է 50 միլիոն 500 հազար 800 դրամ, որի 57%-ը հատկացվել է Գավառ համայնքի բյուջեից, 43%-ը պետական բյուջեից։ Ծրագիրը բնակիչների կողմից ներկայացված եւ քվեարկության արդյունքում հաղթող ճանաչված առաջարկներից է։ Շատ լավ է, որ այս հրապարակը կառուցվեց, մեր երեխաները քիչներ կխաղան, մաքուր, լավ։ Շնորհակալություն ենք հայտնում մեր կազմակերպիչներից։ Շատ ուրախ եմ, որ բացվել է հրապարակը։ Ես ապրում եմ այս հրապարակի հարևանությամբ։ Շնորհակալություն կազմակերպիչներին հրապարակը վերանորոգելու հարցում։ Մարզահրապարակը անվճար եւ բաց տարածք է, որը նպաստելու է առողջ ապրելակերպին, ֆիզիկական ակտիվության բարձրացմանը, երեխաների, երիտասարդների եւ մեծահասակների ազատ ժամանցի հետաքրքիր կազմակերպմանը եւ համայնքային կյանքի աշխուժացմանը։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, գեղամա օր։ Իսկ այժմ առաջարկում եմ ձեզ դիտել Քյավառ հեռուստաընկերության գեղամա օր լրատվականի իլրումն բաժինը։ Մնացեք խաղաղությամբ։ Մանկությունն իր բոլոր գույներով ու հնչյուններով լցրել է Վարդենիսի Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգին։ Այստեղ են անցկացվում հունիսի 1-ի երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա տոնական միջոցառումները։ Երգ, պար, մուլտերից քաջ ծանոթ հերոսներ, անհամար փուչիկներ ու լիքը պաղպաղակ։ Այս բոլորի մեկտեղումն է, որ երեխաների համար ապահովում է տոնական մթնոլորտ ու տրամադրություն։
Սիրելի ծնողներ, զավակ ունենալը իրապես մեծագույն պարգև է Աստծուց տրված, որով եւ մենք նաեւ Աստծո անսահման սերը կարողանում ենք ճանաչել մեր զավակների հանդեպ ունեցած սիրով, բայց ծնող լինելը նաեւ պատասխանատվություն է։ Հետևաբար խնդրենք, որ Աստված մեզ ուղղորդի եւ առաջնորդի, որպեսզի մեր օրինակով, մեր վարքով ու մեր ամեն մի քայլով կարողանանք լավ օրինակներ ծառայել մեր զավակներին։ Զբոսայգու մի հատվածում նկարում են եւ ցուցահանդես է բացված։ Մյուսում իրենց ուժերն ու մարզական հմտություններն են ցուցադրում պատանի մարզիկները։ Մի անկյունում շախմատասերներն են խաղի շուրջ, իսկ բեմում համայնքի կրթամշակութային հաստատությունների շնորհալի սաներն են համերգային ծրագրով։ Շնորհավորում եմ մեր երեխաներին, ցանկանում եմ, որ առողջ, անփորձանք, խաղաղ երկնքի տակ մեծանան։ Սրտան շնորհավորում եմ բոլոր երեխաներին, հունիսի 1-ի կապակցությամբ ցանկանում եմ երջանկություն եւ երկար տարիների կյանք։ Ուզում եմ բոլոր մանուկներին շնորհավորեմ այսօրվա կապակցությամբ։ Ուզում եմ, որ միշտ լինեն առողջ, անհոգ, ունենան անհոգ մանկություն ու ապրեն խաղաղ երկնքի տակ։ Ես այսօր մասնակցեմ բեմի վրա ու շատ ուրախ էի։ Ես շնորհավորում եմ բոլոր մանուկների տոնը։ Ես այսօր մասնակցեցի նաև փրփուր փարթին։ Նաև մեզ հյուրասիրեցին պաղպաղակ, ես հյուրասիրվեցի։ Արևի դեմքին նիգուն հասկացա, մոտ է գարունը ու բագդու եկա, բակում աղմուկեցից ու աղաղակ, արև էր պայնում սողերով իտակ, արև պաճար է դու միշտ ուրախ ես, դեմքի զպիտը միշտ քեզ է պայլում։ Մամա, քեզ սիրում եմ ապեջան, իմ սրտի վարգերում ես իմ մորակույն եմ, մամա, քեզ սիրում եմ ապեջան, երաշներիս ետքը դու ես իմ ամենական։ Արևի մատի, ուրախ ու երջանի, մեր հոգիների մեջ արև կա մեջ, արևի երկիր, շտամես ու երկիր, մանկությամբ ես ջան ձրքերով մեզ կրկիր, people of the sun, we're always having fun.
L'âme en peine, il vit mais pas la peine. Il attend devant cette photo d'antan. Il n'est pas fou, il y croit c'est tout. Il la voit partout, il attend debout. Une rose à la main, à part elle il n'attend rien. Տոնական տրամադրությունն ու ոգևորությունն ավելի է ընդգծում փրփուր շոուն։ Միջոցառումների կենտրոնն անմիջապես տեղափոխվում է այս հատված ու յուրաքանչյուրը ձգտում է հայտնվել փրփուրի շիթերի տակ։ Հունիս 1-յան տոնական միջոցառումը նվեր է փոքրիկներին Վարդենիսի համայնքապետարանից, որի աշխատակիցները համայնքի ղեկավարի գլխավորությամբ այցելում են զբոսայգի, մասնակցում տոնին, շնորհավորում են բոլոր փոքրիկներին եւ խրախուսում մրցույթներում աչքի ընկած պատանիներին։ Երեխան մեր կյանքի ամենամեծ ուրախությունն է, ապագայի ամենավստահելի հույսն է։ Ձեր շփիթներով, անկեղծությամբ ու երազանքներով դուք լուսավորում եք մեր համայնքը եւ նոր ուժ տալիս մեզ ստեղծելու ավելի ապահով, բարեկեցիկ ու երջանիկ ապագա։ Մեր պարտքն է ապահովել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա սիրով, հոգատարությամբ ու խաղաղությամբ լի մանկություն, կրթվելու, ստեղծագործելու եւ իր նպատակներին հասնելու հավասար հնարավորություններ։ Սիրելի փոքրիկներ, թող ձեր մանկությունը անցնի անհոգ, պայծառ օրերով լի, խաղով, ընկերությամբ եւ գեղեցիկ հիշողություններով։ Արդեն ավանդույթ է դարձել հունիս 1-յան միջոցառումները կազմակերպել մեր բարեկամ Սոս Արևելքի քրիստոնյաներ ոչ առևտրային կազմակերպության հետ նախագահությամբ Ալեքսանդր Դուգարզինին։ Աղթում եմ, որ մեր երեխաները ամենակարևոր առողջ եւ խաղաղ պայմաններում մեծանան, ամենակարևորը գիտեք խաղաղությունն է, խաղաղ պայմաններում մենք կարող ենք արարել, ստեղծել եւ մեր երեխաները այդ պայմաններում կարող են մեծանալ եւ հասնել իրենց նպատակներին։ Տոնական Եռուզեռն այգում շարունակվում է մինչև երեկո։ Օրը վայելում են ոչ միայն փոքրիկները, այլև մեծերը, որոնց համար իրադարձությունն առօրյայից կտրվելու եւ հանգստանալու լավագույն առիթ է։